Հունիսի 7-ն անցավ, եւ ոմանց թվում է, թե Ռուսաստանի հայերի հսկայական զանգվածի փողի դիմաց ժամանումը դատարկ բան էր ու կատակ, որի մասին պետք է մոռանալ։ Ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ըստ էության տեղի ունեցավ զանգվածային հանցագործություն Հայաստանի դեմ մեր ազգի որոշ անձանց կողմից։ Մենք տեսանք, թե ինչպես գրեթե 75-80 հայ փող վերցրեց եւ Ռուսաստանի ԱԴՑ հրահանգով եկավ քանդելու մեր երկիրը եւ իր հայրենիքը։ Ճիշտ 100-1530 տարի առաջ նույն կերպ տասնյակ հազարավոր դաշնակներ եւ վաճառված հայեր Ռուսաստանի ցուցումով մեզ համար դժբախտություններ ստեղծեցին Օսմանյան Թուրքիայում։ Եթե 2026 թվականին թվում է կրթված հայերը լսում են Ռուսաստանի ստերը եւ չեն գիտակցում, թե ինչպես է նա թշնամացնում ժողովուրդներին, ապա պատկերացրեք, թե ինչ էին անում ռուսները 1988 թվականին։ Այն ժամանակ 1988-ին հայերն ու ադրբեջանցիներն այնքան միամիտ էին, որ սրտի տրոփյունով երեկոյան ժամը 9-ին սպասում էին Վրեմյա հաղորդմանը եւ հավատում էին էկրաններից հնչող ստերին։ Մարդիկ այնքան միամիտ եւ հիմար էին, որ չէին հասկանում, հաղորդավարները պարզապես կարդում են ԿԳԲ-ի կողմից գրված տեքստերը։ 3. Փողի դիմաց Քոչարյանի եւ Տաշիր Սամոյի օգտին քվեարկած հայերը։ Հենց այն նույն հայերն են, որոնք փախել են կործանված Հայաստանից։ Կաշառքի դիմաց քվեարկում էին այն հայերը, որոնք չէին ցանկանում, որ իրենց հայ որդիները ծառայեն հայկական բանակում։ Ռուսաստանում 5 տարի ապրում են պատերազմի եւ անօթաչու թռչող սարքերի պայմաններում, բայց միաժամանակ գովում են Ռուսաստանը եւ քննադատում Հայաստանը։ Հիմր, շատ տարիներ ես ձեզ պատմել եմ, թե ինչպես էին Ռուսաստանի հայերը գումարներ հավաքում Ղարաբաղի եւ Հայաստանի անունով եւ այդ գումարների 50-80%-ը գողանում։ Հիմա տեսնելով, թե ինչպես Ռուսաստանի հայերը $500,000 դիմաց դավաճանեցին հայրենիքին հունիսի 7-ին, հասկացաք, թե որքան ազնվորեն էի ես եւ այս ողջ 5 տարիների ընթացքում Ռուսաստանի հայերը 1 միլիոն ռուբլի կաշառք են վճարում զինկոմիսարիատներին, որպեսզի իրենց հայ որդիները չգնան Ուկրաինայի ճակատ։ Նրանց համար կաշառքը Ռուսաստանի կյանքի մի մասն է, եւ Ռուսաստանի հայերը կեղծավորաբար գրում են, որ չի կարելի քանդել Ղարաբաղում գտնվող 1941-1945 թվականների պատերազմին նվիրված հուշարձանները, եւ միևնույն ժամանակ հայերը ճակատում հարվածներ են հասցնում Ուկրաինայի գլխավոր սրբավայրին, Կիևա-Պեչորյան Լավրային։ Աբսուրդ է, բայց սա իրականություն է։ Հունիսի 7-ին փողի դիմաց քվեարկելու եկան մարդիկ, որոնց համար միևնույն էր, որ հենց Փաշինյանի օրոք մարդիկ սկսեցին հանգիստ ապրել սահմանին։ Մենք ունենք գրեթե 10 սահմանամերձ քաղաք եւ մոտ 170 գյուղ։ Իմ վաղեմի ծանոթներից մեկը աշխատում է Զվարթնոցում, անձնագրային հսկողության բաժնում։ Եվ իր հերթափոխերի ժամանակ նա շատ ուշադիր ուսումնասիրել է Ռուսաստանից ժամանած հայերին, նրանց հագուստը, քայլվածքը, դեմքի արտահայտությունները, կոշիկները, ժամացույցները եւ ձայնի տրամադրությունը։ Մենք եկանք այն եզրակացության, որ Ռուսաստանից ինքնաթիռներով եւ ավտոմեքենաներով ժամանած հայերի մեծ մասը բոլորովին նման չէր այն հայերին, որոնք սովորաբար գալիս են Հայաստան հանգստանալու։ Մենք ձեզ հետ տեսանք, թե ինչպես Ռուսաստանի հայերը փողի դիմաց միասին եկան քվեարկելու Քոչարյանի եւ Ռուսաստանի ԱԴՑ-ի Սպեցբու օգտին։ Հիշեք 2020 թվականը։ Իսկ ինչու այդքան միասնական կերպով չեկան օգնելու պաշտպանել Ղարաբաղը։ Եվ ինչու այդքան միասնական կերպով չեկան 2023 թվականին օգնելու Ղարաբաղից տեղահանված փախստականներին։ Եվ այդ ամենն անում էր միայն Նիկոլ Փաշինյանը։ Թող Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի մտածի նման հայերի հոգևոր այլասերվածության մակարդակի։